Արդեն սա հասունացել է։ Պանիր անելը Անուշի սրբազան գործն է, ամենայն պատասխանատվությամբ է գործին մոտենում, որ հաճախորդներին դժգոհ չթողնի։ Մի գոմլիքը կենդանի ունեն, այս տարի էլ որոշել են գյուղում պահել, սար չուղարկել։ 1000 ու մի փորձանք կա, հատկապես ասում են, այս տարի գայլերն են շատացել, կենդանիներին օր ու արև չեն տալիս։ Վերջին 10 տարիների ընթացքում ընտանիքում դիտողի խորհրդատուի գործը Անուշն է իր ուսերին կրում։ Լավ օրից չի, ասում է, 1000 ու մի հիվանդություն ունի։ Նորիկ պապն էլ, ինչպես ինքն է ասում, տուն է նստել, պաշտոնավոր գործից վաստակած հանգստի անցել ու գյուղական գործերին կպել, հողագործությամբ ու անասնապահությամբ է զբաղվում։ Հա երեխեքը ջղայնանում են, էլ ձեր տարիքը չի, չարչարում եք, վաճառեք, մեզ պետք չի, քեզ ասամեջին ինքը պանիր չի ուտեմ, ասամեջին քեզ 2 կիլո պանիր առնես, ամբողջ ամիսը հերիքա, մի չարչարվի բանման, բայց դե որ բավարարված ես զգում, որ քո երեխեն գալիս է, թե կաթ, թե մածուն, թե պանիր, ինչ որ մի բանով կարում ես օգնես, թե հավիձուն, շահավետ տնես, թե չէ մարդիկ ամեն բան էլ ասում են մի անտեղի չրչարվում են, չնեյնա պետք է 2 հոգի են, երեխեքն էլ ապահով պահում են։ Նկարելու խորհրդակցություն։ Ամուսինը Նորիկը, որ հիմա գրեթե չի խոսում, հին ու բարի ժամանակներում լավ աշխատանքի է եղել։ Ամեն օր դսեղից Ալավերդի է հասել, որ կարգ ու կանոն հաստատի ճանապարհներին պատ աշխատողի պաշտոնական շերտափայտիկով։ Աշխատանքը բարդ էր, դժվար, որի պատճառով տան ու ընտանիքի երես գրեթե չէր տեսնում։ Ամեն օր հանձնարարություն էր ստանում, սրան նրան սահմանից դիմավորում ու ուղեկցում հաջորդ շրջան եւ հակառակ ուղղությամբ։ Կինը Անուշը համբերատար կազմակերպված կին էր, որ երբեք ձեն ու ծպտուն չհանեց, հակառակը ամուսնու փոխարեն տնտեսությունը իր ձեռքը վերցրեց ու երեխաների հետ շենացրեց ու շենացրեց։ Տեհել են գոր իրար, մեծ մասամ ինքը գնացած էլ էսկի ժամանակ էլ չել էր տենանք իրար։ Դա ժամանակ ինքը բանը երեխեք քնածենել էր գնացել է, երեխեք քնածենել էլ եկել է, նույնիսկ երեխեքին չի նորմալ տեհել։ Չեմ կարալ ասեմ, բայց երեխեքը շատ կազմակերպված երեխեք են էլ շատ։ Ամբողջ երեխեքս են արել, ամբողջը, ամ դպրոց են գնացել, մինչև դպրոց գնալը իրանք վեր են կացել, ամեն ինչը կարգավորել, եկել լողացել, լվացվել, իրուն հագնվել, կապնվել, գնացել, նույնիսկ մի անգամ բանը գերմաներենի դասատուն ծնող կանչեց, ասավ թե 2 զիզիկ պիզիկ շորես հագցնեմ երեխեքին ուղարկեմ, հենց գիտես թենց կլի, ասի իմ զիզիկ պիզիկ հագցնին լակունս որցնիլ է, ինձ այնց ինչ ես ուզում ենա, որ ես գերմաներեն գիտենայ չէի ուղարկիլ էլի։ Մի բարձի ծերանակ մաղթանքով նրանք էլ օրնվել եւ հաշտ ու խաղաղ ապրում են մինչեւ այսօր։ Երկուսն էլ 24 տարեկան էին, որ հանդիպեցին իրար, իսկ 24 տարեկանը այն ժամանակներում աղջկա համար հատկապես տանը մնացած էր համարվում։ Անկարելի մի բան, որ Անուշի հոր բարկություններ շարժել ու աղջկան զգուշացրել էր։ Չեմ ու չումանել չկա, ով առաջինը եկավ, պիտի տամ, հենց այդպես էլ եղավ։ Ծանոթով։ Ինքը մի անգամ ասել է, այ պապ, այս մարդը ինչ շատ է դուր գալի։ Իրանց հրող որտեղի բանակի քեֆին են եկել, պապա այստեղ էլ էր, ասել էր, այ պապ, այս բանը մարդին տես կարող է իմ հասակակից աղջիկ ունենա էլի, տենց է ծանոթով եկել են, իմացել են, որ իրա պապան ու իմ պապան ընկերներ են դաժե, տենց սա բաբով բանով։ Ադեմին 2 գնամ ես լում էլ, թե չէ, սաբաբը ես էի։ Հա ինքն էր հորն ասել, որ… Հա բա, ետներս էլ եկան։ Հա, ետներ եկան։ Ինչի դուք պաշտոնավոր էիք դրա համար։ Չէ, արդեն տարիքս են չէր, 25-ը առաջ երեխին ունեցա։ Հետո պապաս ասավ, շատ գալիս էին գնում էին բան ասում էի, չէ, պապաս ասավ ես անգամ որ ով ուզում է գա առաջ, տեսեք ուզում խելոք գնաց, թեց էլի ստացվեց։ Իրա մաման ասում է, որ եկա հաց էր պատրաստում, այս սեղան գդելու պահը ինձ շատ դուր եկավ, ասում է, ասեց ես հրան տեսա ու որ կա, ես ինձ շատ դուր եկավ, ասում է, հրանտ էլ ասավ, աչ ինձ էլ շատ դիրեք են, թենց էլի մարդիկ են։
Թումանյան բանավանի աղջիկ էր, որ դսեղ հարս եկավ։ Բախտը բերեց շենօջախից շենօջախ հարս եկավ։ Լավ հարսանիքով, լավ նվերներով, փախլավա մատանիներով, արտասահմանից հատուկ իր համար բերած հարսի շորով ու էլի շատ բազմազան ոսկեղենով։ Չէ՞ որ այսպես կոչված գայիշնիկի կին էր դառնում։ Իսկ գայիշնիկները, այսինքն ավտոտեսուչները այն տարիներին մեծ հեղինակություն ունեին, սոցիալապես էլ ապահով էին։ 7 օր 7 գիշեր Թումանյանների շենօջախից Սուրնա Դհոլի ձայնը չկտրվեց։ Իրանք էլ էին շատ առատ, մերոնք էլ էին շատ առատ, իհարկե աշխատանքի բերումով, շատ մեծ հարսանիքով, շատ ոսկեղենով, շատ բան, ամեն ձևով։ Իրանց առաջ տղեն այլել, նրանց երկրորդին էլ ենք հարսանիքով բերել, տեքրակնկանս էլ ենք մեծ հարսանիքով բերել, փախլավա էլ էր, տո բանել էր, ոսկեղենը շատ, օղերից հետ, թեպերից հետ, ամեն ինչ, ժամացույցերից հետ, մեծ հարսանիք, մեծ խաշով, մեծ բանով, էլ որ հայկական մեծ ավանդույթով թեց, մեծ հարսանիք արին։ Խաշմաշը բավորները դել էր ավանդույթ։ Ահա, այդ բանը տոչնի այդ ասած իսկական ավանդույթ էդ էր, իսկական խաշ էր, տավարի բանով, մարդ կարի 3-4 ամանուզը մեր բաներ անում, կեսուս էլ, թևերը վեք հաշած, կերեք, խվեք, բանը պատրոնը նպատակով արել ենք, մեծ պալատկա իր իրանց բաղչը առաջ, դեզ սրահմարած չկարնդու, մեծ բաղչի մեջին շատ մեծ պալատկեք էին դրել, գրող տարի, ես պարիլ, որ պարիլ չեմ կամ, որ պարում եմ, կամ որ տեսեմ որակոտ, հա, մի կերպած կացնինք էլի, բարեցինք, շատ շաբաշտվին, սաղ 25 անոզը 50, 100, սաղ բոլորներ բան արած, առաջ վարդի որ ասեն, լոմիկըտ քանդի, չկա։ Թեբա ես սիրում բարետես արտաքինով, բարակ մեջքով, երկար վարսերով, գծած աչքունքով աղջիկ էի, որ առա քեզ նորիկ։ Մի յուրահատուկ հպարտությամբ ասում է Անուշը, բայց նորիկն էլ խեղճասողներից չի, մեջքը գետնով չի տա ու կասի, ես էլ պակաս կտրիչ տղա չէի, բոյով բուսաթով լավ ընտանիքից ու դսեղի աղջիկների համար ցանկալի փեսացու, բայց իրենց գյուղի մարալներին թողեց ու ձորից, Զաղիձոր Թումանյանից կին առավ։ Տատս գողական է գնացել, ակնոցները մի հատ ունեմ, տատս գողական այլներ, ինչ էլ այլ։ Պապ սիրուն ա եղել իսկապես տատը ջահել ժամանակ։ Նկանի ջեբին էր դրել։ Սենց էլի։ Գրպանում էր դնել, շատ սիրելուց Ջեբի չէ որ բերել էր որ գյուղումը շասավ, ինչ նշանած ունի, կոտրատվեր էլի։ Արգինա կանֆետ էլ բեր, որ եղեք կոֆե խմեն։ Այսինքն հպարտանում էր ձեր գեղեցկությամբ։ Հա, բա։ Հապա մի առաջինն ու վերջինն էր միններ բայն։ Հա, դեր մարդ չեր տեհել էլի։ Հա, էլի, Դեր տեհել չեր։ Լավ սկեսուր ուներ Անուշը, բայց լավ սկեսուրից առավել ինքն էլ լավ տան հարսեր, շնորհքով անող դնող եփող ու թափող, չէ այնպես չի, որ խոսք ու զրույցներ չեղավ, պարզապես ինքը մի անգամ այդ սկեսուրին մի թթու բառ չասեց։ Կեսօր տատիկ էլ ունեի, կեսօր կեսուր ունեի, բայց մի համով տատիկ էր, դաժե ես կեսորիցս շատ եմ նրան սիրել, նվիրված էլ էր, կեսուրս շատ ձիգ բնավորություն ուներ, բայց որ եղել է էլի ասեք տունա վիրավորված եմ էլ ասել եմ էլ չեմ մնամ գնում եմ այդ տատիկն ասել է նորիկը լավն է մի գնալ էլի խնդրեմ եմ գոնե ինձ մի թողալ գնա լաց հայլեր հետ բերել ամեն ինչ էլ պատահել անենք չի որ հալած եղել էլ ուղակի մարդ ես էլի որ չդիմանա իր այսօր ինչ էինք հասնել քուրփատ չէինք ունենալ հասած երեխեք են մարդիկ են ու բոլորիս էլ աշխարհի չափ գոհ եմ Խանդն ու սերն էլ խորթ հասկացություններ են եղել Անուշի ու Նորիկի համար։ Այնպես չի, որ բացարձակ անսեր են իրար հետ ամուսնացել ու ապրել, պարզապես նրանք դրան այլ անուն են տվել։ Մեծ հարգանք ուղակի, որ այդ տաքու կյանքը պետք է շատ հարգես, շատ նվիրվես, առանց իրան ոնց որ աշխարհ չկա։ Ուղակի բանը այդ սերը ամերա ես դա չեմ ընդունում, մեծ հարգանք։ Քու ամուսնու նկատմամբ, հա, մեր ոնց որ հարազատ մի ավելի շատ մոտ ընկերներ, թեց ընդունված, հարմարված ապրում ենք։ Ու գոհ եմ շատ ամեն ինչից, որ սեց մեկ տեղս որ նեղում, ասում եմ, չելածից էլ չեմ լավ։
խանդիլ բառը չեմ սիրում, հետո որ մեկ էլ կտենաս պլանը իմ ամուսնու հետ ատելով ատում եմ, այ մարդ ամուսինը հասել քեզ, վերինգի տեղատել խանդիլը որնա, էս այն, մարդա դուս ա գալի, կարող ա մի ծանոթ էլ հանդիպմա, մեքենայում նստմա տանում այն չորտեղ, դա նշանակ է որ բան մտնի մի քիչ վստահ ես էլի դու, ոչ որ տղամարդը հետևից էլ շատ մանրանաս սիրուն բան չէ, էլի դա սիրուն բան չէ։ Համատեղ կյանքի ընթացքում էլ 4 երեխաներ ունեցան ու փառք Աստծո բոլորի կողմից շատ սիրված ու հարգված են, որովհետև ամեն օր այդ հարգանքն ու սերը վաստակում են, ոչ մեկի ընտանիքին չեն խառնվում, շատ բան տեսնում ու քիչ խոսում են, օգնելուց էլ ինչքան կարողանում օգնում են ու կողքի քաշվում։ Սա Անուշի լավ մայր, լավ սկեսուր ու լավ տատիկ լինելու բանաձևն է։ Մի անկյուրը մգնում եմ խելոք նստեմ, ուժս պատում այն չոր մի բանով օգնում եմ, չի պատում, սուսիկ նստում եմ, ասում եմ թող իրանք վայելել, ինչ օրից որ դժան է եկել, ես չեմ ուզում, որ իրանց էլ բանան, ասենք այն պահներ էլա, որ մարդ ես էլի, զգացել ես, որ այդ պահը քեզ դա դուր չի գալի, բայց ասել եմ, ես իտ չապա որ պահեմ, զգուշ կենամ, այն ոնց որ ասած կուտեհած սալերը ձնել այլ, Ոչ ոնց իրանց հարմարան ենք էլ անեն։ Ուզում արեխեքը։ Կանջվել եք այդքանում ապետ։ Չէ։ Այդ մեծ հարցս ասма բանա կանաչին ցանում ես չարչարվում ես բանես անում 100 դրամ էլի այվամ։ Չէ չարչարվում։ Ասում եմ հաղթիկ դա, բայց այդ 100 դրամը ով աշխատի որ ասում ես 100 դրամ էլի։ Մենք ամեն ինչ լուր տարել ենք։ Մեր իրանք իրար ճիշտով ճոխ ապրում են։ Լռում ես ստիպված։ Գրվես նայում ես շատ ազատ շատ բան արած, ասում եմ աստվածավոր ես էի արել ամբողջ ընտանիքով կշպրտեինից, բայց լռել ես, սոյել ընտանիքի տեր ես։ Սրանք պատմություններ էին հեռուների խորքից Անուշի ու Նորիկի անցած գնացած օրերից, որ ամեն անգամ հիշելիս մի տեսակ ջերմացնում են նրանց սրտերը, իսկ վերջում ասում են իրենք մեկը մյուսին լրացնելով անխռով էլի կապրեն մնացյալ ապրելիքը, միայն թե երկիրը խաղաղ լինի, իրենք էլ խաղաղ ծերություն ապրեն, օրն էլ կես եղավ Նորիկի ու Անուշի գործերը հետ ընկան, պիտի գնան, որ հասցնեն կովերին դիմավորեն, կաթ ու կթան անեն, դե գյուղում մի ժամ անգործ նստելը մեծ հանցագործություն է, կովերը, այգին, բանջարանոցը հաստատ չեն ների։ Դե գոմը մել ունենք, մեր հայացը մենք անգործ կա։ Շաբաթ գիրագի իր ակտիվ հանդիստ ալեմ, տղեզ որ ազատ ալեմ, շաբաթ գիրագի, առավոտ նայոլա տանում աշխատանքը, միջև տղեզ հասնում է, Շատ ուրխանում ասմա բանա։ Լավ կացիկ։ Մանանա Վարոսյան, Դավիթ Թամազյան, ՏՍԷ-ից անկյուն գումարած 3 հեռուստաընկերություն։